Այս թրիփի նախագիծը Ադրբեջանին անմիջապես Սյունիքի հետ կապելու բանջարաբոստանային կուլտուրաների փոխանակում առևտրի մասին խոսքը չի գնում եւ ոչ են Նախիջևանից գնան Ադրբեջան աղջիկ ուզելու կամ Ադրբեջանից գնան Նախիջևան փեսա ուզելու եւ մենք էլ խավոր ենք կայնում Սյունիքի մարզով դա զառանցակ է սա տարածաշրջանային Հարավային Կովկասի կենտրոնական Ասիայի 5 երկրներ Կասպից ծովյան ավազանի Սև ծովի թուրքական գործոնի իրանական գործոնի մերձավոր արևելքի ծրագրերի գլոբալ աշխարհաքաղաքական խաղն է եւ էներգետիկ ռեսուրսների գործոն է, որի թիվ 1 սպասարկողը Ամերիկան է երաշխավորը, իսկ իրականացնողը ծրագրերի քաղաքական, տնտեսական եւ վերահսկողության թուրքական գործոն է, կարող եք անունը անվանել նաեւ թուրանական պրոյեկտը եւ այստեղ մեր այսօրվա իշխանությունները անզոր են, որովհետև 18 թվականին իրանց բերել են նման պրոյեկտը Հարավ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի եւ Թուրքիայի այդ պրոյեկտի իրականացման համար։ Արցախ այդ պրոյեկտի մի մասն էր, որը պետք է հանձնվեր։ Երկրորդը Սյունիքն է, իսկ եթե Սյունիքը ընկավ, նշանակում է Հայաստան գոյություն չունի եւ մերձավոր արևելքի երկրների, էներգետիկ ռեսուրսների անխոչնդոտ արտահանմանը այդ Ուրմուսկի ջրանցքն է եւ այդ Բենգրիոն կառուցվող ջրանցքն է եւ Սյունիքի թրիփ նախագիծն է այս երեք գործոնները Ամերիկան իր ձեռքն է վերցնում Իսրայելի եւ Թուրքիայի գործոնով շահագործելով եւ աշխարհում իր գեգեմոնիան դիրքը ավելի հզորացնելու եւ Չինաստանին տնտեսապես խեղճացնելու ինչու՞ չէ նաեւ հետագայում Հնդկաստանին եւ Ռուսաստանին ամբողջ պրոյեկտը երբ որ մենք քարտեզը նայում ենք մերձավոր արևելք Հարավային Կովկաս Կենտրոնական Ասիա ռուսական չինական գործոնը հնդկական գործոնը Հայաստանի Հանրապետությունը կարող է տնտեսապես շահավետ դիրքերում հանդիսանա բայց եթե մենք նայում ենք մեր երկրի կառավարության որակին ազգային ժողովի կառավարության ազգային ժողովի որակին այսօրվա անդիմադիր падգամավորների եւ իշխանություն падգամավորների որակին եւ մեր երկրի ղեկավարների լոյալությանը Հայաստանի Հանրապետություն այս մեգա պրոյեկտների մեջ բացի ոտնատակ լինելու եւ կորչելու եւ մաշվելու եւ կլանվելուց շահավետ դիրքերից չի կարող հանդես գալ որտեղ մենք վաղուց քաղաքական սուբյեկտից տարածաշրջան առայլոց Արցախյան գործոնով հանդես վերածվել ենք տարածաշրջանային օբյեկտի եւ իմ թեւավոր խոսքը եւս մեկ անգամ ուզում եմ ասել ցավոք սրտի սխալվեմ Հայաստանի Հանրապետությունը վերածվել է մի տարածքի որտեղ առայժմ հայեր են ապրում ինչու առայժմ որովհետեւ դեռ այս պրոյեկտերի իրականացման եւ հետագա շահագործման արդյունքում թուրքական գործոնը տնտեսական քաղաքական առումով կլանելու է Հայաստանի Հանրապետության ողջ տնտեսությանը եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը դադարելու է արդեն իսկ անգամ ինքնիշխան օբյեկտ լինելուց